Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Քրիստոնյա ժողովրդարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր պարոն Լևոն Շիրինյանի հետ։ Ողջունում եմ պարոն Շիրինյան, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ կրկին միացել եք մեզ։ Սիրով, միշտ սիրով։ Եվ դիմելու ենք մեր լսարանին։ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայում էր գտնվում, Թալինում, նա մի շարք հայտարարություններ նրա կողմից եղան եւ ես դուրս եմ բերել հետեւյալը, որի մասին այսօր կզրուցենք։ Նա ասում է. Հայաստանը չի մտադրվում սրել կամ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք որդեգրել ենք հավասարակշռման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք կառուցում մեկ ուղղությամբ։ Նա նաև ասաց, որ Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչպես նաև Վրաստանի եւ Իրանի հետ, այսինքն տարածաշրջանային երկրների հետ։ Հարցս հետեւյալն է, որքանով է արդարացված այդ բալանսավորված քաղաքականությունը, որի մասին խոսում է Փաշինյանը, մի կողմից Հայաստանը ստորագրում է Ռուսաստանին որպես Ուկրաինայի տարածքի հանդեպ ագրեսոր, ագրեսիա կատարած երկրի ճանաչման բանաձևը, մյուս կողմից գնում է, դեռ չի գնում, բայց գնալու է երկրորդ համաշխարհային պատերազմի շքերթին մայիսի 9-ին Մոսկվա, որքանով է արդարացված այս քաղաքականությունը ասես։ Ասեմ ձեզ, որ ես կարող եմ ասել, որ հեղափոխությունից հետո 18 թվականի կեսերից հետո սա մեր քաղաքական ղեկավարության, ես ենթադրում եմ նաև ռազմական ղեկավարության նորերի մոտ, ենթադրում եմ, չեմ ուզում անուն ասել, չեմ ասի, գործողություններում այդ ուղղությամբ առաջընթաց է գրանցվել եւ դա աննախադեպ է մեր քաղաքական մտածողության մեջ 30-40 տարիների պարագայով։ Ես օրինակ բերեմ, ցանկացած վարորդ գիտի, որ լավագույն մեքենան էլ, եթե չտանի ինքը բալանսիրովկայի, ռուսերեն եմ ասում, հաշվեկշռի, հավասարակշռման, այդ մեքենան 3 վայրկյանում գիգանտ լինի կփշրվի։ Բալանսիրովկա, տեսեք, քաղաքի բոլոր մեր աշխարհի, ուրեմն բոլոր վերանորոգման կետերում մեքենայի բալանսիրովկայի տեղ կա։ Ես հիշեցնեմ նաև սովետական ռուսական ավշետ գազ 31-ը, որ 31-ը էին ասում, որտեղ ԽՍՀՄ-ից հետո մեքենաների արտադրության որակը շատ վատ էր։ Ես գիտեմ, այսինքն ինձ ասել են, գիտեմ այդ իմաստով, ով որ 31 ներկրում էր, գորգուց, բերում էին մեքենան չվաճառած, ինչպես մեր ժողովուրդն ասում, յուղը վրեն, տալիս էին բալանսիրովկի մեքենաներ, նոր վաճառում, որտեղ դա կփշրվի, կապ չունի որակը։ Կյանքը ընդհանրապես դա համընդհանուր օրենք է, արտաքին քաղաքականության գեոստրատեգիական համար պարտադիր է եւ շատ լավ է, որ իշխանությունը դա որդեգրել են որում ես վերջեր անցած տարի տպագրեցի քրիստոնեական մի ժողովածու 6-րդն էր Գանձանակի հայտնի 6-րդը հայկական խաչմերուկ, դա ավելի շուտ եմ ես տպագրել ակադեմիայում, քան այդ խաչմերուկի մասին խոսակցություններ եղել են։ Այսինքն դա ուզում եմ ասել, որ հայ քաղաքագիտական մտքի մեջ եւս այդ հարցադրումը հարյուրավոր տարիներ առաջ եւ հետո եղել է, բայց բարձ է, որ այս տարիներին սրվել է, որտեղ էսպես է։ Հիմա դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք առաջին հերթին պետք է կողմնորոշվենք մեր հարաբերությունների մեջ, նույնիսկ եթե պատերազմ ենք ուզում, չենք ուզում, ասենք խաղաղություն, ուրեմն մենք պետք է բալանսի հաշվարկման մեջ գրոհենք այն ժամանակ, երբ հակառակորդի համար բալանսը ձեռնտու չի։ Ուրիշ կերպ չի կարելի։ Հակառակը նաև խաղաղությունը։ Ուրեմն տարածաշրջանային հաշվեկշիռը, դա այդպես է հավասարակշռում կամ հաշվեկշիռ։ Հիմա մի բան էլ ես խորհուրդ եմ տալիս, հատկապես որ պարտավորություն են վերցրելու, ինձ գրում են մեր ուսանող երիտասարդության եւ մտածող երիտասարդության համար բաներ ասել, դրա համար ասում եմ աղբյուրը, ուզում եք բալանս բարի հայերեն իսկական բովանդակությունը նայել ինչ է նշանակում, որտեղ մենք մտածողության կատեգորիան համակարգում ճշգրիտ պիտի լինենք ճշգրիտ հարցերի մեջ,
թող կարդան Աջարյանի բացատրական բառարանը, ինչ է բալանս, երկրորդը։ Հավասարակշռում, բարձրապես ասենք։ Այն երկուսն է հավասարակշռում, ուրեմն հաշվեկշիռ, նայած էլի։ Երկրորդը Մալխասյանցի քառահատորի առաջինում կա եւ Էդուարդ Աղայանի դարձվածաբանական բառարանում կա։ Այսինքն ուզում եմ ասել, մենք օտար բառերը որ վերցնում ենք, դե բալանսով է դա հայտնի, նաեւ հայերեն իրական համարժեքները լեզվամտածողության մեջ պետք է ասենք։ Հիմա ասենք առաջ։ Ուրեմն հարցադրումն այդպեսին է եւ բալանսի քաղաքականությունը ես կարծում եմ մեզ համար ազգային անվտանգության ապահովությունը ապահովելու միակ ճանապարհն է։ Մեր մանանդ երբ որ թուլացել ենք, դուք պիտի նկատի ունենաք, որ մենք պատերազմի ծանր բարդություն ենք կրել, դա չի որ նաև հոգեբանական բարդություն ենք։ 20 թվականից առ այսօր դա չի արվել, խոսվել է, ասեմ ինչի համար, դե ամեն ինչ հանձնվել է Մոսկվային, այստեղ եղել է պրոտեժե։ Մոսկվան տնօրինում ամեն ինչը, այստեղ կարող ենք ամեն ինչի մասին խոսել, բայց անում ենք այն ինչ որ անում ենք, երկիրը չի զարգանում։ Եթե այդպես լիներ, ուրիշ բաներ կլիներ։ Հիմա դա ինձ համար կարող են մարդիկ ասել, որ դե իրականությունը փոխվել է, վարչապետը խոսում է, ինքը վարչապետին պաշտպանում է, կամ էլ ուզում է վերագրել։ Ես հիշեցնում հետևյալը, որ 1995 թվականի նոյեմբերին նշկանիշում եմ կամ հոկտեմբերին Գոլս Արմենի թերթում ունեմ ես ծավալուն մեծ հոդված հավասարակշռման քաղաքականության հարցի շուրջ ռոլի равновесия внешней политики Ռեսպուբլիկա Արմենիա, ընդ որում որովհետեւ ես քանի որ այդ տարիների շատ սերտ գիտական համագործակցության մեջ էի Համլետ Գևորգյանի հետ, մեր հայտնի ակադեմիկոսը, Երջանկա հիշադակ եւ շատ տաղանդավոր, ես մարդկանց խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ ակադեմիկոս Համլետ, նրա ցանկացած աշխատանքը ինքը տնօրենն էր, ես գիտքարտուղարը եւ մենք առավոտից երկուն Փիլիսոփ Հաճանի ինստիտուտում ենք, դուք ճանաչում եք, ինքը նայած ես այդ համագործ սինոպսիսներ տպում այդ օրերին, ես այդ բոլորին, ասենք եւ ես նրա հետ խորհրդակցելով եմ գրել հավասարակշռման քաղաքականություն Հայաստանի գեոստրատեգիա եւ դա շարքը պետություններ, առաջնահերթությունները, որոնք են երկրորդներ եւ այն տարիներ իհարկե հաշվառումով եւ հետո դա անցկացրել են նաեւ իմ դոկտորական ատենախոսության մեջ, այսինքն ես ուզում եմ ասել, որ սա զուգահեռ եղել է եւ այլն։ Հիմա դա ճիշտ է թե չէ, իհարկե ճիշտ է։ Այ երբ որ մենք ասում ենք, որ մեզ պետք է Հայաստանի պատմություն, ոչ այդպես անհասկանալի հայ ժողովրդի պատմություն է ձևակերպում է, եւ մեր քաղաքական պատմությունը մենք պետք է ճշգրիտ շարադրենք եւ ոչ Մոսկվայի կոպիաներով ինչ որ անում են մինչև հիմա այս Չապայևագիտական ակադեմիական կենտրոններ կան, որ դա չեն ուզում մտնեն մեջը։ Եթե այդ բոլորն անեն, ես գիտեմ, որ շատ տաղանդավոր գոնե միջի սերուտ դուրս կգա եւ դուրս է գալու, չի կարող չլինել։ Ուրեմն եւ պետության հարաբերություն դրա հետ է կապված։ Հիմա հիշեցնեմ հետեւյալը, որ դա մեզ համար նորություն չի, նորություն է նրանց համար, ովքեր Հայաստանի քաղաքական պատմությունը գիտեն շտամներով ինչ որ կա, որը արդեն խլամ է, բանը պիտանի չի, բայց իրականը կա չէ այդ պատմությունը։ Հիշեցնեմ նաև Ռուբեն Տեր-Բենասյանի, որ ասացիք, ուղղակի ասեմ առիթ է, որտեղ ուրիշ պարագայով դրա մասին չէր մտածել, չէր խոսի, ուրեմն կենսագրությունը, ուրեմն եթե նայեք, նրա կենսագիրներից ամենահայտնիներից Աստվածատրյան ազգանունով, որը առաջին հանրապետության այն ղեկավարներից առաջին դեմ չի, բայց Ռուբենի հետ է եղել միշտ, իշքան ես գիտեմ, բայց նաև իր կենսագիրն է եւ Արամ Մանուկյան եւ այլն։ Աստվածատրյանը գրում է, որ Ռուբեն Տեր-Մինասյանը, որը 20 թվերին ռազմական նախարարն էր, բյուրո կառավարության ռազմական նախարարն էր, եւ ուրեմն հայտնի ուրեմն բանի Օհանջանյանի մերձավորը եւ շատ վատ է որ մեր ժողովուրդը Խատեսյան ցիտում է որ դե կզվրտոց կա ինչ-որ անհանիրավի նաեւ Քաջազնունու կողմից նրան մեծան դա սովետական ավանդույթ է շատ վատ գիտեն
Համո Հանջանյանին, որի ծաղկունքի հասավ հանրապետությունը պայմանական 2 տարվա ընթացքում ուրիշ բաներ տեղի ունեցան։ Ասրանք եւ Աստվածատերյանը գրում է, որ Ռուբենը ինքը, այդպես էին ասում, չէ, Ռուբեն Փաշա, Ռուբենը ինքը ասում է, ես դա հրապարակել եմ իմ Ռուբեն աշխատանքի մեջ այդ տողերը, ինքը հավատում էր բալանսի քաղաքականությանն, եւ ինքը իր պրակտիկայում կիրառում էր ինչքան հնարավոր էր Հայաստանի Հանրապետության հանդեպ բալանսի քաղաքականություն եւ դաշնակիցներ։ Ահա բաներ, այսինքն նորություններ շատ մեծ համար են նորություն, եթե չգիտեն։ Բայց նորություն նաև այն է, որ Հայաստանի այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարության մեջ 100%-ով եւ ոչ միայն իրենք պաշտոն ունեցողները չեն, ովքեր շուրջն են եւ այլն, օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը իր արտաքին քաղաքական կոնցեպցիան սրա վրա է պատկերացնում։ Եվ դուք տեսաք, որ այն մի հարցադրման մեջ ծայրահեղացումները մենք չգնացինք, համաձայն լինելով ամբողջապես հարցադրմանը։ Մասնավորապես ինչի մասին ասացիք։ Դե եվրոատլանտյան քաղաքական ուղղություն, բայց դա չի բացառում հնդկական եւ այլն։ Ուզում եմ ասել, որ մենք որպես կուսակցություն դա մեր պաշտոնական տեսակետի մեջ է եւ իշխանության ղեկավարը որ դա ասում է շատ լավ է եւ ասում է այնտեղ ոչ մի հետ նահանջ կա մեջը, որն է ցեղասպանության ճանապարհից հետ ենք վերադառնում, որովհետեւ հակառակը բերում է տրամաբանությունից հայտնի մի բառի դիխոտոմիայի կամ կամը տանում է կամ Ռուսաստանի հրահրում էր Թուրքիայի տակ կամ էլ հակառակը հակառուս լինելը երկուսն էլ մերժելի են մեծ համար մանավանդ մեր ուժերը եթե նկատի ունենանք հիմա սա համաշխարհային քաղաքականության մեջ ընդհանրապես բան չի որևէ նորություն չունի ովքեր որ կարդինալ Ռիշելիե կարդացել են, իսկ ասեմ, որ ինչու եմ ասում կարդալ, հիմա առանց գիտության մենք պետություն զարգացնել չենք կարող, բացառված է 19-րդ դարը չի, այդ հիմնարար բաները պիտի իմանալ, մնացածը շարունակել, այսպես ասեմ, կարդինալ Ռիշելիեն ինքը լինելով Հռոմի պապի ներկայացուցիչը Ֆրանսիայում, բալանսի քաղաքականությամբ մի բառ օգտագործում, լինելով Հռոմի պապի տեղապահը Ֆրանսիայում, որ Ֆրանսիան անկախ չէր։ Այսպես բառը ինձ թույլ տամ ասեմ, քցեց Հռոմի պապին եւ ստեղծեց Ֆրանսիա պետությունը բալանսի քաղաքական միջոցով։ Հասկանում եք ոնց է, երբ որ անցավ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի կողմը նրա դեմ եւ այլն արագ փոփոխվեց, էլ այսպիսի բաներ։ Հիմա ուրեմն դրա համար շատ ուրեմն ողջունելի է, բայց հետազոտությունները պիտի շարունակվեն, որտեղ մեր երկրի աշխարհագրական դիրքը ինքն է առաջինը թելադրող, ցանկացած երկրի աշխարհագրությունը, ես նկատում եմ հանրապետությունը, եւ այս ուղղությամբ պիտի շատ ավելի վարպետանալ, որտեղ դա մի բան է, գիտեք, մի բան է կիրառականն արդեն, որտեղ այստեղ էլ գալիս է քաղաքագիտության մեջ հայտնի մի պահանջ, որ մեր մոտ գրեթե չկա, որն է քաղաքականությունը, գիտությունը, պատմությունը, հազար մի բան, բայց քաղաքականությունը արվեստ է, արվեստի կատարյալ տեսակ է, պետությունը ինքը մշակույթ է, մշակույթի ամենաբարձր տեսակն է, դրա համար են ժողովուրդները, ովքեր որ ինտելեկտուալ մակարդակները բարձր է, կատարյալ պետություններ են լինում, ասենք կատարյալ իհարկե պայմանական է, Անգլիա, Ֆրանսիա եւ այլն մյուսներն լինում են կերակուր օտարի համար, ինչպես մենք ենք, եւ որ սրա նրա վրա հույսը դրած։ Հիմա նահանջի մասին ինչի՞ց ենք մենք նահանջել։ Ըստ էության, դե վարչապետը չի ասի, ճիշտ ասած չեմ լսել, դուք ասի, այդ բանը չեմ նայել, էլի։ Ուրեմն մենք նահանջում ենք ակնհայտ է օրիենտացիոն քաղաքականությունից։ Օրիենտացիոն քաղաքականությունը մահ է։ Հայաստանի ռևանշիզմը Հայաստանին պահում է ցեղասպանության սպառնալիքի տակ եւ հրում է դեպի ցեղասպանություն։ Իմիջիալոց Արցախի վերջի ղեկավարություններ, երբ որ հրաժարվեց եվրոպական այն ճամփորդություններից, ասենք, որ առաջարկում էր Եվրոպան, ռուսներից վախենալով, նայ մտածողությամբ քաղաքական ռուս լինելով։ Դա շատ վտանգավոր բան է։ Հայ մարդ է, բայց մտածողությամբ քաղաքական ռուս է։ Կարող է հայ մարդ է, շատ լավ, նորմալ, բայց մտածողությամբ քաղաքական ֆրանսիացի է, մտածողությամբ։ Այս բաները այդ աղետը եկավ դրանից, եթե չլիներ, այդպես չէր լինի։ Ուզում եմ ասել, որ ահա սա նահանջում ենք օրիենտացիոն քաղաքականությունից։
Հիմա կոնկրետ ասնեմ ավելի, որ նահանջը որպեսի դուրս գա այս խոսակցությունը հասարակության անհասկանալի է, որտեղ սովորել են Ռուսաստան, ոնց ես ասում։ Տեսեք ինչ կա, մեկ թուրք, մեկ ռուս, օրինակ ես նադայել եմ եղել, երկուսից էլ։ Այսինքն, այստեղ հայկական օրակարգ չկա, կամ թուրքական, կամ ռուսական։ Քանի որ ցեղասպանություն եւ այլն, ըստեյության սա ռուսական օրակարգ է ուղղված Թուրքիայի դեմ։ Բայց չէ Ռուսաստանը կատաղի կռիվ տալիս մեր դեմ։ Ախր ինչա մանրադրամ էլ չի կարողանում օգտագործել միշտ Թուրքիայի դեմ ուղղել, որտեղ Հայաստանի Հանրապետությունը որոնում է առաջին հերթին անվտանգություն իր համար եւ իր ժողովրդի համար, մնացածը ցեղասպանություն բան դիտելով երկրորդական։ Այսինքն ներողություն, այստեղ մի հատ մեկ փոքրիկ ճշտում։ Դուք համարում եք կամ դա նկատի ունեք արդյոք, որ ցեղասպանության ճանաչման ուղղված հայերի, Հայաստանի, Սփյուռքի, հայության, այսպես ասենք, մղումը եւ պահանջը, որ աշխարհի երկրները ճանաչեն եւ առաջին հերթին Թուրքիան ճանաչի իր գործած ոճերը, դա Ռուսաստանի դրդմամբ է արվում, ոչ թե հայությունն է պահանջում։ Ինչ է նշանակում պահանջը։ Հիմա ասեմ, այն մասը վերջացնեմ, որպեսզի հասկանա, չեմ մոռանա, որտեղ դա կոնցեպտուալ է, իրար հետ են, այսինքն իրարից կտրել չինն է։ Ուրեմն 1912 թվականին հայտնի է, որ ովքեր որ գիտեն Հայաստանի ողբերգական պատմությունը, ուրեմն գերմանա-ռուսական մի համաձայնություն առաջացավ Օսմանյան պետության շրջանակներում ավտոնոմիայի հարցով, բանակցությունները շարունակվեցին մինչև 14 թվականի հունվարի 28-ին ստորագրվեց գերմանա-ռուսական պայմանագիր, որտեղ Հայաստանը արդեն կիսվեց, արևելյան, արևմտյան, երկու ուրեմն կոմիսարներ նշանակվեցին, դա հայտնի է, բայց հետո ինչ եղավ, հրահրող երկիրը, որ Ռուսաստանն էր, եւ հրահրողն ասեմ ձեզ, մեր գործիչներից մեկը ով է ասում է մենք ռուսական, այդ չասում հրահրում, ռուսական ոգևորությունից այնքան ենք լկտիացել, կարծեմ Մանդելշտամն է, այնտենա Ինչ-որ մեկն է, մեր հետ տարիների հիմա պահիտակ մոռացել եմ, ասում է Օսմանյան պետության կառավարության բարձր դռան շենքի դիմացով, թղթերը պապկեքը թևերից տակ, մտնում ենք Ռուսաստանի դեսպանատուն եւ դուրս ենք գալիս, ասում է 15 թվին են ձև կերանք, որ մինչև հիմա խելքներս, գլուխներս չի գալիս եւ երբ է գալու չգիտեմ։ Այդ բալանսի բանի քաղաքականություն օրենտացիոն արդեն Ռուսաստանն ապահովել է եւ աննես մտածողությունը եւ ինչ եղավ։ Եվ ահա Գերմանիան այստեղ իհարկե Օսմանյան շահերը ներկայացնում, բարձր նաեւ դրա համար եմ ասում, որ ցեղասպանության հրահրիչը Ռուսաստանն է, հրահրիչը կատարողը Թուրքն է, ինչպես որ Արցախում հրահրիչը Ռուսաստանն է Լավրով Բելանով, կատարող Ալիևն է, ձեռնտուի գործարք է, բայց այս երկուսը իրար հետ են, հրահրողն է, ոճրագործը, թե կատարողը, սա էլ ցանկացած մարդու ճաշակի հարց է։ Հիմա ուզում եմ ասել, սա մեզ տարավ ցեղասպանություն։ Հիմա ավելի միտի ասեմ ձեզ, հայտնի է տարիների ցարական Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սազոնովը, շատ հայտնի, որը հայերին ոնց է գրկած ասում էր, էս ռեֆորմներ եւ այլն, ամեն ինչ հայերի համար։ 16 թվականին Արմենիան Հայաստանը ազատագրվեց ումից, մենք գրում ենք ազատագրվեց հայերից, կոտորվեցինք, վերջացանք, ցարից մարգելեց հաջորդի վերադարձիր հայրենիք, պիտի թողեր ոնց որ թե ազատագրել էր եւ այստեղ լույս աշխարհ եկավ Եփրատյան կոզակությունը, այդ կոնցեպցիան, որ դա ուրեմն իրենք նախատեսել էին միացնել առանց հայի եւ այլն։ Հիմա այս պարագայներում Կարոս Ասունին գրում է, ես այս եղինակներին ասում, բոլոր դաշնակցական են, որոնք բոլորը թքած ունեն օրենտացիոն քաղաքականության վրա։ Այսօրվա դաշնակցությունը ծառայում է Ռուսաստանի շահերին ու վերջ։ Այստեղ խոսակցություն։ Այսինքն օրենտացիոն է քաղաքական։ Հա, նա ինչ է ասում։ Ասում է, որ այն Սազոնովը, որ երևի բանակցությունների մասնակցել, այսինքն դե սրանց այդքան ես չեմ իմանում, իրենց ուղեղի մեջ ինչ եղել։ Այսինքն սրանք հաջորդի զավակներն են, որոնք արել են
ինչ որ բան չի հաջողվել, որոնք նաև անձնական ողբերգություն են ապրել, որովհետև տասնյակ տարիներ գոմերում պարկես, էս անես, են անես կամ Փարիզներում եւ այլն դուր ծեծես, վերջում Հայաստանը չկա։ Եվ դա ինչ է։ Ինչպես որ այսօր Արցախյան հարցն է, մարդիկ տասնյակ տարիներով, հարյուրավոր, հազարավոր զրկանքներով ապրեցին եւ ինչ որ մարդկանց գործողությունների արդյունքով, այո, Արցախը չկա։ Դուք տեսնեք Սիդնեի մարդիկ իրենց ոնց էին զգում։ Ոնց, այսքան տարի օգնեցինք, անհասկանալի է, ոչ միայն օգնություն հարցը չի մնաք։ Հիմա ինչ եմ ուզում, ահա Կարոս Սասունին ինչ է ասում։ Հələ նայեք ասում է, Սազոնովն ինչ է անում։ 16 թվին, երբ որ Արևմտյան Հայաստանի հարցը թուրք չկար, էլի, չէ, եւ Ռուսաստանը այդ տարածք վերցրել են պատերազմի իրավունքով, այսինքն իրենն էր միջազգային իրավունքով արդեն, այնտեղ Սազոնովի հետ հարց է լինում, արտգործնախարարն է, հայերի վերադասավորումն է, դե ասում է հայերը էթնիկական կազմ են, այդ տոկոս չունեն հիմա։ Հա չի մնացել տոկոս որտեղից կլներ, չի ասում 12 թվականի տոկոսը, որով ինք խաղի մեջ էր մտել գերմանացիների, վերցնում է 16 թվականի տոկոսը, եղավ, և այսպես շատ բաներ կան, ուզում եմ ասել, հիմա ձեր հարցինչներ վերադառնանք այս բաներ։ Իմ հարցն էր արդյոք Ռուսաստանի դրդմամբ է հայությունը պահանջում ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից։ Վիշտը մերն է, կորուստը մերն է։ Հիմա ով ինչպես է օգտագործում, եթե օգտագործում է, իսկ պետություններն օգտագործում, այլ հարց է։ Հայրենիքի կորուստը մերն է, վիշտը մերն է, մեր ժողովրդի ողբերգությունն է, մեր մշակույթը եւ այլն։ Հիմա շահագրգիռ պետությունները որոնք են, որոնք այն գլխից Արևմտյան Հայաստանն ու հայությունը իրենց սեփականություն են հաշվում, դա առաջին Ռուսաստանն է, բաղագենտուրանը չի փողոցեցրել։ Ահա սա ինչպես է օգտագործում, մենք պետք է տնենք, նայենք խոշոր տերություններից յուրաքանչյուր ինչպես էր օգտագործում մեկ, իսկ ինչպես չէր օգտագործում, օգնում էր ինչպես։ Այսպես, այստեղ դուք բալանսը կգտնեք, թե չէ, ինչի մասին խոսքը դա մերն է, եւ հիմա մենք հարցը գալիս է այս ցեղասպանության բանին։ Նայեցեք, մենք պարտվել ենք, Հայաստանը այլևս օրադիզում կանգնած չի։ Դա բոլորովին այլ ռազմաստրատեգիական վիճակ է, միջազգային հարաբերությունների մեջ այլ վիճակ է, այլ քաշով, հիմա երբ որ ջերմուկի դիմաց կանգնել են, սա բոլորովին ուրիշ վիճակ է, սա չտեսնել դգիտություն է, ես կասեի դգիտություն է, դա սեփական պետության ժողովրդի հանդեպ ոճրագործությունն է ու շարունակել նույնը։ Հռետորական հարց կա, եթե ուրեմն մենք ամեն ինչով ճիշտ ենք, ինչու ենք ջախջախվել, եթե պիտի շարունակենք, պիտի նայենք, վերանայենք, որտեղ սխալ ենք եղել, թե չէ, եթե սխալ չենք եղել, հարց եմ տալիս, բայց ինչի ենք ջախջախվել, այս երկու նախագահներին, որոնք ներկայացնում են Ռուսաստանի շահերը եւ իհարկե կլանի շահերը, հիմա այստեղ գալիս ենք այստեղ, Բրծել է բոլորովին այլ վիճակ է եւ պիտի գտնել լուծումները եղած պոտենցիալի վրա, այն բանակի, այն ժողովրդի, ինչ որ մնաց եւ միջազգային հարաբերությունն այն գամմայի մեջ, որ հետո է առաջացել, դուք նայեցեք, Հայաստանի հանդեպ ոչ մի դրական խոսք չկար, մինչեւ ջախջախվեինք, բրծեներ, ինչու, եւ Ռուսաստան հաջողքով դա գլխավորում էր, ինչու, որտեւ աշխարհն ընդունում էր այն ալմատին, ինչ որ կար Եվ ընդունում է նաև աշխարհ Մոսկվայի հաշտյան դաշնագիրը, որը Արցախ չի նախատեսում Հայաստանի հետ, եւ ասեմ հետեւյալը, Պուտինն ասում է, ասեց, որ դա Ադրբեջանն է, իսկ ես հարց եմ տալիս, իսկ սովետական իշխանությունից, Ռուսաստանի նախկին իշխանությունից մեկը երբևէ եղել է մեկը, որ ասել է Արցախ Հայաստան է, եղել է, այդ Գերուխումի վրա չէ Զորի Բալայանի հետ խմելուց, չէ, Պաշտոնապես, այդ Միկոյան կոչված փալասը, Անաստասը, որ ինքը պետության առաջին դեմ տարավ, երբևէ ասել է, որ Արցախը Հայաստան է։ Այսինքն ինչն է, այսինքն սրանք պահում են 21 թվականի մարտի 16-ի պայմանագիրը, դա էլ գրած, այս գաղտնի չկա մեջը, կատարման մեխանիզմներն են գաղտնի, բայց ինքը փաստը կա։ Ուզում եմ ասել, հիմա այս պայմաններում մենք պիտի նայենք մեր այս պետությունը եւ մեր այս ժողովուրդը, նաեւ երիտասարդության կյանքի կորուստը, այդքան որ ունեցել ենք, էլ չեմ ասում զենքի կորուստը, բարոյական,
Հիմա Հայաստանը այս բերերի տակ կարող է շարժվել առաջ, թե փլվելու է, այստեղ հարց կա, այսինքն Մոսկվայի ակնհայտ է Հայաստանի վրա դնել այնպիսի մի բեր, որ դուք ասեք արի փլատակի ինձ հանի, որտեղ չես կարող, հիմա ինչ անի, պետ բանակը զինի, հարց եմ տալիս ձեզ, մենք Հայաստանում ենք ապրում, չէ, պետության հզորությունն ապահովի, սահմանների անվտանգությունն ապահովի, Հայաստանի Հանրապետությունը, գիտությունը վերակառուցի առանց դրա վարիանտ չկա, այն հարավ-հյուսիս ճանապարհը սարքի տարբերակ չկա, եւ մի հատ ցեղասպանություն, Հայաստանի Հանրապետություն ծես հարց եմ տալիս, ցանկացած կդիմանա այս բերին, մի հատ ցեղասպանության ճանաչման հարցը, հիմա երկրորդ մասը կա, իհարկե ցեղասպանության ճանաչմանը հայկական էջ ունի, մերն է, ինչպես շարունակել, ինչ անել, չանել, ենթադրենք, բայց Հայաստանի ցեղասպանությունով շատ շահերն են, անվտանգությունով շահագրգռված չեն, ահռելի քանակությամբ Թուրքիայի հետ հարց ունեցողներ կան, եւ շատ-շատեր Ռուսաստանի հետ հարց ունեն, արմենոցիդի պարագայով, ինչ անել, չհասկանալ որն է մեր շահը, որն է այդ շահի մեջ, շահերի մեջ ես մի փաստ կասեմ, ցանկացած թող հաշվի, տեսնենք, քանի տոկոս է մեր շահը այդ կոնցեպցիայի մեջ, այդ աղմուկով չի, գոռում գոչյունով չի, փողոց փակել չի, եւ նաեւ պատասխանատվություն է սեփական պետության եւ ժողովրդի հանդեպ, մանավանդ երիտասարդության, որ այսօր ուսանող է, որը պետք է չէ, երեք իր անգերն է զոհվել, մենք Չինաստան չենք էլի, մի 100,000 էլ այստեղ, պետք է վերականգնվել եւ այլն, մի խոսքով, հիմա ինչ եմ ուզում ասել, այս հարցերի մեջ գալիս է հայկականի մասը որն է, ես ձեզ ասեմ, հայկականի մասը այնքանի տոկոս որ է, բխում է հետևյալից, կա աշխարհում որևէ պետություն, 100 թե ինչ ճանաչել են, չէ, որոնց կառավարությունները ցեղասպանություն ճանաչել է, գիտեք գործադիր իշխանությունով մի պետություն, որ ճանաչել է, կա, չկա, ինչու չկա, եթե պարլամենտի որոշում կա, հետո ինչ, եթե դուք տեսեք Ֆրանսիան, որը մեզ հետ ամենամերձ է եւ մեր շահերի համատեղում կա, ինչ է լինում, հարցը հասնում է գրեթե 99%, չէ, հետո մենք բոլորս մարդիկ էկրանին նայում են, մեկ էլ պարզվում է մի սենատոր այդ օրը չկա, կորել է, 99% քվեարկում են, բայց 100 չի, Ֆրանսիան իհարկե դրա վտանգի տակ խառնվում է իրար, բա որ այդ սենատորը ճարվի, բերվի, Ֆրանսիայի գործադիր իշխանությունը հրամանք կստանա, չկա դա չի լինելու, երբ է լինելու, երբ Թուրքիայի հետ ուզեն հարց լուծել, հիմա Ռուսաստանը Թուրքիայի հետ ուզում է հարց լուծել, բայց ռուսական-թուրքական հարաբերությունները սիրախաղ են, դրանք երկու փողոցում կանգնած բորնիկների ուրեմն հարաբերություններն են շուկայում, այս մի բորնիկը հարազատ է մեզ, այն մեկը թշնամի է մեզ, մեր ընկալումներով, սա լավագույնս մեր առևտրի մեջ դնում է այն կշերքին, հիմա էլ ինչի է ոտի հանել լցրել այս ժողովրդին, պատկերացնում եք այն գործիքը, որ Սուլթան Համիդի ժամանակից սա օգտագործում է Թուրքիային կզսնելու, կներեք, Թուրքիային խեղդելու, նեղուցնելու, մարտոնություններ ստանալու համար եւ ռազմաբազա Հայաստանում։ Այս խելագարը գերել փախել է, չի ուզում իրեն առևտուրն անի։ Դուք պատկերացնում եք, գործիք չի ուզում լինել, ահա թե ինչ անում վարչապետը։ Եվ այսպես եւ մնացածները, ես վարչապետ որ ասում եմ, նոր իշխանությունը որ կա։ Այստեղ ահա մենք հիմա մտածելու կարիք ունենք, թե չէ, կա երկու ճանապարհ, շարունակեք Կարո Սասունիի ասած ճամփով մի հատ էլ փուրը գնացեք Արցախից հետո այս Լավրովի պլանով Արցախ հանձնելուց կամ էլ մենք պետություն ենք տարում, ես վստահաբար մենք պետություն ենք տարում եւ գնալու ենք այս ճանապարհով, վարելու ենք բալանսի քաղաքականություն, ով ինչ կոռնա, քննադատելու են, այս ինչ եք անելու, երկու աթոռի եք նստել, 4-ի նստեցիք, բա հարց եմ, այդ ռուսական է այդ աթոռի բանը, Ռուսաստանը 40 աթոռի է նստել, 50-ներ ցցի մեջ է խրվել, բայց ինչ է Թուրքիայի այդ բաներն անում, կներեք բանը, Էրդողանը քանի անգամ թքեց վերեքը, ձեն են հանում, հիմա Շոյգուի հետ այնտեղ անվտանգության բան են անում, չէ, աղդամում կենտրոն ստեղծեցին, այստեղ ԱՊՇ-ներն ասում են Հայաստանը պատերազմ է սկսել, կարող եք քորրեք,
թե ինչ եք ոչրագործներ ձեր անձնական մաշկը փրկելու համար հարցը որ տեսնում եք Շոյգուն ասում է մենք օպերացիա արեցինք, այդ գիտի վիրահատում է հիվանդանոցը սեփական, ընդ տարեր վիրահատել են, ուրեմն այն մեկ այն Գուրգինովը որ հակահայ մի սրիկայի մեջն է այդ բաների հետ միգրանյաններով սրանք ասում են եթե Արցախում Ռուսաստանը այդ օպերացիան չաներ Ռուսաստանը կփլվեր, այս սրիկաների համար ավելի լավ է հայեն, Ռուսաստանը չփլվի, քան Հայաստանը ոչնչանա, ներսից և դրսից, ուրեմն այստեղ դրա համար հարց այստեղ է գալիս, դրա համար դրանք պիտի իմանան և արդեն ձեր ասածի հետ համաձայն սառը մտքով, ինչպես որ անգլիացիք են, և գերմանացու կարգապահությամբ, և ֆրանսիացու տաղանդավոր քննական մտածողությամբ որից ես վստահ եմ, ինչպես մեր մշակույթն է հայկականն է, այդ մտածողությամբ հայկական պետական Հայաստանի պետական շահերից պաշտպանել, ով որտեղից ինչ կոռնա, որտեղից շատ են ոռնում, ուրեմն մենք ճիշտ ենք, Մոսկվայից շատ են ոռնում, մենք շատ ճիշտ ենք, բայց մենք Ռուսաստանի հետ պիտի գնանք սրացումների, թե չէ, թող Ուկրաինան գնա, ձեր ցավը տանեմ, թող Բելարուսը գնա, թող Ադրբեջանը գնա, մենք ինչ ենք գնում Մեր ակնհայտ նայում ենք ինչ իրականություն է, չէ, Մոսկվան դուրս է եկել բանից օդանավակայանից, թե չէ, խոսելով չի, դուրս է գել, չէ, ոնց որ չեք ուզում ասեք, բանից ագարակից դուրս է գել, չէ, այսը հերթով նաև դուրս է գալիս մեղրի արդեն համատեղ և այլ, հիմա այս արդյունքներից հետո հարց կա, հիմա այս գրիչ է, թե չէ, հիմա ուզում եք ասեք տանկ է, բայց գրիչ է, չէ, դուրս է գալիս չէ, հիմա ինչ է բալանսի քաղաքականությունը թույլ է տալիս Ռուսաստանի հետ որոնել, բարեմ ասելու, գտնել հավասարակշռության այն վիճակը, որ 50 է բերում է, դա մտքի աշխատանք է, դա խումար խաղալ չի գնաս բադեն-բադեններում ուռես խաղաս, գրվես, ասես փողը բերեք, ծառաներ, հասկանում եք ոնց է, այդ սխալվեցիք և այս պայմաններում կարծում եմ, որ մենք անում ենք, թող լինի այսպես, որսկեշչական աշխատանք մեր կարողությունների մեջ, հաշվի առնելով, որ մեր երկրին ինչպիսին է։ Ցեղասպանությունն այսպես է։ Բայդենը գիտեք, որ ճանաչեց վերջին անգամ իմ իմացածով եմ ասում, ստուգ եք։ Կարծեմ Կիմ Քարտաշյանին կանչել ասել է ուզեք որ տանք, էլի։ Այդ հայդատի գրասենյակ բան ինչ-որ անում են, էլի, այդ որ դրանք ինչ-որ արել, Թեհրանում են արել, իրենց արածը դա է։ Նրան պետք էր ասեց եկր և այսօր տեսեք ինչ է լինում, Թրամփը շատ ավելի կարևոր ուղեր ցղեց ապրիլի 24-ին, որ քան կապել են ցեղասպանություն։ Ինչով էր ուժեղ Թրամփին։ Կասեմ, հիմա բանը ինչ ասել։ Ուրեմն ցեղասպանություն բառը չասեց, դու կայֆեց ես համար ցեղասպանված լինել, կներեք բառի համար։ Չի ասել, Թրամփը աշխարհն իրար է խառնել, հիմա ձեր հարցն է, բայց այդ հարցերի մեջ ինչ է ասում։ Ասում է, որ մենք պարտավոր ենք Ամերիկան, և այն Թրամփը, որից Սի Ցզինպինն ու Պուտինը գժվել են, խելագարվել են, օրինակ Կռեմլը չգիտի իրենց հետ ինչ է լինելու։ Եվ այսպես ասում է, որ մենք պարտավոր ենք ռազմավարական գործընկերությունը շարունակենք, ահա ձեզ ինչն է կարևոր Հայաստանը հզորացումը, թե ցեղասպանված լինել հերթական մի նահանգում, մի քաղաքում ցեղասպանության զոհերի հիշատակի։ Իմ ասածի մեջ այդպիսի բան կա, Տարավ Նիկոլի բանը։ Ինչպես ենք մոռացության տալիս։ Հիմա գալիս է երկրորդ մասը։ Ես մենք հասկացանք հարցի դրվածքը, չէ։ Ուրեմն ուրիշի ձեռքին խաղալիք չենք լինի։ Ես եթե պարզեցինք, ինչպես որ հոլոկոստով չեն լինում։ Ինչն է, ուրեմն պիտի նայենք, որ ոլորտներում ինչ չափով ինչպես պիտի առաջ գնանք, որովհետև սկզբից ասեցի մեր վիշտն է, որպես այս փալասները չասեն, կտրեց, ես ինչ արեց, որովհետև ուղեղները նաև չի աշխատում։ Մարդը գիտեք ինչ կա, ես մազոխիզմ առանձնահատկություն ունի, իր մարմինը անընդհատ մարմինը ցավացնելը մարդու մի տեսակ կա կայֆ է իր համար, ինքը չի կարող առանց դրան ապրել։ Հիմա մենք մազոխիստ չենք։ Հիմա հարցը նայում ենք ինչպես է, ինչ պիտի անել այս վիճակում, երբ որ աշխարհում
Սոդոմ Գոմոր է, ու մենք չենք այս վիճակում։ Նայեցեք, Ադրբեջանը հոխորտում է արևելքից։ Այդ կարծում եմ Ալիևի հարցով կասկած չունեք, որ ասեց կանի։ Այդ այն բաները չեն, այն փալասները, ուրեմն արձանագրեն 30 տարի գրեցին, կրակել են, ունենք զոհ, կորուստ էին ասում բառնել։ Քրեական գործ է հարուցվել։ Իսկ ինչ եղավ, ուրեմն ասեց եւ Պուտինի հետ լեզու կտավ հարցերը ուզեց։ Հետևաբար մենք Թուրքիայի հետ հարց ունենք։ Պիտի հարաբերություններն ինչպես կանոնավորվենք։ Այստեղ երկու տարբերակ կա։ Իհարկե, որ այս յուղ տնեմ ռսա ստրուգներին, Ռուսաստանը միշտ կմնա անվտանգ, վարդանիկ։ Բայց Ռուսաստան ինքը կործանվում է եւ 3-4 անգամ զորքը գիշեր վերցրել գնացել է։ Հիմա ենթադրենք իմ ասած տարբերակը երկրորդն է։ Զորքը վերցրեց Ալեքպոլից գնաց, ինչ ես անելու։ Հա? Ինչ ես անելու։ Ուրեմն ինչ ես ասում։ Ուրեմն պիտի այսօրվանից ճակատագիրը քո ձեռքը վերցնես։ Էլ չեմ ասում, որ Պերմիագովի ինչ արեց, այ անտասի վարդանիկ, որ ռուսական գաղտնի ծառայության գեներալի բերում նստեցնում, նիստես անցկացնում։ Դու պատասխան ես տալու մի օր Հայաստանի իշխանություններին կամ ժողովրդին դրա համար։ Հիմա գալիս է այս հարցը ինչ անել։ Ուրեմն կարծում եմ աշխատանքի բաժանում պետք է։ Մենք որպես մի ժողովուրդ ենթադրենք ունենք մենք համաշխարհային մի կառավարման մի քանի հոգի, ինչպես սիոնիստներն են, Իսրայել եւ այլն, բայց ինչ են աշխատանքի բաժանում է պետք։ Ցեղասպանության ճանաչման հարցը պիտի շարունակել Սփյուռքի ջանքերով, Սփյուռքի բոլոր հնարավորություններով։ Հայաստանի Հանրապետությունը պիտի օգնի ոչ պաշտոնապես բոլոր մակարդակներում։ Մնացած հարցում ոչ պիտի այս ոչ են, ինքը պետք է շարունակի պետության կայացման հարցը, երիտասարդության կրթության, ֆիզիկական զարգացումն է պետք, չէ՞, այդ բանակ գնացողը։ Եվ այսպես մնացածը եւ խոշոր պետությունների հետ հարաբերությունների անընդհատ սերտացում եւ վերանների գոլոշին կներեք ջոգելը, ով է մոտենում այն հարցին, որ գործադիր իշխանության մակարդակով պիտի որոշում կայացնի, որովհետեւ Թուրքիան այն երկիրն է, որի վերաբերյալ որոշումներ լինելու են հաստատ, բայց դա Ռուսաստանը չի լինելու, բայց Ռուսաստանը ամենաշատ է գոռալու։ Եթե Ռուսաստանը չգոռար չավատային, անգլիացիներից մենք տայլ ենք ստացել, բայց քանի որ Ռուսաստանը ողերմ թշնամի է անգլիացիներին, Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը տասնյակ հատերներով Անգլիայի դեմ գրած ունի, այն Անգլիայի, որ առաջին հանրապետությանը տվեց զենք, հանդերձանք, Կարս, Նախիջևան եւ այլն, բայց հատորներով գիրք է գրած Անգլիայի դեմ, որտեղ Ռուսաստանի գլխավոր թշնամին Անգլիան է։ Ռուսաստանի թշնամին մեր թշնամին է, հա, հարց եմ տալիս։ Թե նրա պատերազմն մեր պատերազմն է, բայց ինչի ինքը մի հատ տեր չեղավ այս հարցերին։ Մի հատ էլ խառնում, ինչ կան օրապակա սայկա մոբիլիզացրել Հայաստանի ջանն է կապել։ Եվ այլն, ուզում եմ ասել, մենք պիտի դրանք հասկանանք եւ շարժվենք առաջ, աշխատանքի բաժանումով, հրապարակելով բան, ինձ թվում է, որ ճանաչումները կարծես թե իրենց բանին լրումին հասել են։ Հիմա հաջորդ փուլն է սկսվում, քրեականացման հարցը պիտի տեղափոխվի, Ֆրանսիայի բարական այդտեղ առաջ է, Ամերիկա առաջ է, քրեականացում, վստահ է, քրեականացում վերելու է փոխհատուցման։ Հիմա մենք ինչ անենք, խելքով աշխատենք, թե ռուսների գործիք մնալով էլ չմնանք այս աշխարհում։ Ռուսների բարակայի հարցն է գալիս, ես գիտեմ, որ հիմա 100,000 հայեր հիմա ինֆարկտ են ստանում, ես չի խոսում, պապային բան ասեցի, մամային, կտնտու, հասկանում եք։ Հիմա հարցը ինչպես է, բան չեմ ասում իրենց հետ, այդ բարակայում այն Ռուսաստանը, որը ձեզ գցել է տարիներով արյան հաշվին Թուրքիայի հարաբերությունն է կարգավորել, Ադրբեջանը ստեղծել ձեր դեմ, Ադրբեջանը մեր դեմ է ստեղծել։ Եվ Ադրբեջանին Արցախը վերադարձեց, որ ավելի ուժեղ լինենք, մենք ավելի թույլ լինենք։ Մեր արմատներն է թուլացնում։ Եվ այս պայմաններում ռուսները ձեզ ի վերջո կընդունեն Կռեմլում այնպես, ինչպես գոնե վրացիներին են ընդունում։ Չեն սիրում, բայց հարգում են։ Ձեզ ոչ հարգում են, ոչ էլ մարդու դեղ են դնում ու օգտագործում են, որովհետև այդպես է վարվել։ Այդ վարվելու տակն էլ էս կա, ժանք չկա, հասկանալ պրոբլեմը, աղմուկով ոչի։
Հիմա ես իմ հարցազրույցը տվեցի, ինչ ուզեք ասեք, ինչ պետք է ասեք, բան չունեք ասելու։ Ես էլ ասում եմ, մի ծառայեք, ձեր պետական շահը ճանաչեք։ Կա աշխարհում որևէ երկիր, այն էլ մեր կարգի, որը գոյաբանական հարց է լուծում պետության հարցով, որը իր սեփական շահերը ավելի է ստորատասում ինչ-որ մեկին։ Մի քիչ լեհացի եղեք, էլի, ոնց ասեմ, մի քիչ էլ վրացի եղեք, չնայած վրացի, տեսնում եք ոնց են խաղում, ասում են Ռուսաստանը Վրաստանի հարցով հաջողել, չէ, չի հաջողել, վրացիք ստացան արևմուտքից այն ինչ պետք էր և արևմուտքն էլ քաշում է այնտեղ, Ռուսաստանից էլ կստանան այն, ինչ որ իրենք ուզում են, իսկ դուք այսպես մնացեք ռուսի ասածով երկու աթոռի հանգարտ չնստեք, մնացեք մի աթոռի, այդ մի աթոռը կամ թուրքական է, կամ ռուսական է, ցցի վրա մնացեք ու վերջացեք գնացեք, մենք բազմավեկտոր քաղաքականություն դիվարենք, բալանսի հաշվարկի քաղաքականություն և քանի աթոռի վրա ուզենք, այդքան պիտի նստենք, ուզում են ներսից պայթեն, ուզում են դրսից, համենայնիվ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, որ իրականում մեր ժողովրդի շահերն արտացոլում եւ հանդես է գալիս մեր պատմությունից, մեր մշակույթից եւ նրանցից, ովքեր արժեքներով մեր հետ համախորհուրդ են, պետություններ եւ այլն, գնալու ենք այդ ճանապարհով։ Ձեր դիրքորոշումը պարզ է, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ պարոն Լևոն Շինյանի հետ ենք զրուցում, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Զրուցվար Մերգանյանի Առաքելյանը, բարին ձեզ։